Սիրված դերասան Ազատ Շերենցը ծնվել է 1913 թվականի ապրիլի 5-ին։ Նա եղել է հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկը։ Ազատ Շերենցը իր դերասանական կարիերան սկսել է 1931 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1968 թվականից սկսած նա դերեր է ստացել Հայֆիլմ կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներում, որոնցից կարելի է նշել «Մենք ենք մեր սարերը», «Տղամարդիկ», «Սերոփի ծառը», «Խնձորի այգին», «Խաթուբալան» և այլն։ 1937-ից 1968 թվականներին նա որպես դերասան աշխատել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Շերենցի կերտած կերպարները հանրությանը գերել են իրենց բարությամբ, մաքրությամբ, ազնվությամբ։ Նա վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը։ Խաղընկերները նրան համարել են էպիզոդիկ, փոքրիկ դերերի վարպետ։ Ասում են, որ Շերենցի ճշմարտացիությունն ու բնականությունը բխում էին իր բնույթից։ Ազատ Շերենցը ընկերների և խաղընկերների հուշերում։ Նա այն բացառիկ դերասաններից էր, որ կարծես թե չէր փոխվում և միաժամանակ ստեղծում էր միմյանցից շատ տարբեր կերպարներ։ Լաերտ Վաղարշյանի Քաոսում Պապաշայի դերը միայն բավական է պատկերացնելու համար, թե որքան տարբեր կարող է լինել Շերենցը։ Կինոգետ Սիրանուշ Գալստյան։ Մհեր Մկրտչյանն իր ավագ ընկերոջը նկարագրում է այսպես. Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ։ Խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ Զարմանում եմ, թե բնությունն ինչպես է այդպիսին ստեղծել նրան։ Ի՞նչն է նրա գաղտնիքը։ Ինձ թվում է, ոչ ոք չգիտի։ Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է։ Համաժողովրդական է, համամարդկային։ Այսպես է արտահայտվել Մհեր Մկրտչյանն իր ավագ ընկերոջ մասին։ Շերենց ասելիս միանգամից միտքս են գալիս երեխաները, մեծ, հսկա երեխաները, որովհետև այնքան մանկական անմիջականություն, որքան Շերենցն ուներ, այնքան միամտություն անհնար է պատկերացնել։ Ազատ Շերենցը ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուշերում։ Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի խոսքով Շերենցի ճակատագիրը ժամանակաշրջանի ճակատագիրն էր։ Շատ տարօրինակ է, շատ ինքնատիպ և զարմանալի։ Ինչու՞։ Որովհետև որևէ դերասանական դպրոցից դուրս էություն էր, որովհետև ինքն իրենով պատմություն էր կրում։ Գ. Գալստյանը առանձնահատուկ ջերմությամբ հիշեց, որ Շերենցի հետ հարևանությամբ էին ապրում։ Խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1934-ից 1937 թվականներին սովորել է Մոսկվայի Ռ. Սիմոնովի ղեկավարած Հայկական դրամատիկական թատրոն-ստուդիայում։ 1937-ից 68 թվականներին որպես դերասան աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում, այժմ արդեն Գյումրու Վ. Աճեմյանի անվան համարում։ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում գերեզմանի մոտ խաղացած հատվածը բառերով անհնար է նկարագրել, դերասանական անկրկնելի ձայնի հնչերանգ ուներ։ Նրա կերպարներն աչքի էին ընկնում պարզությամբ, բայց ոչ երբեք պարզունակությամբ։ Շերենցի թոռնուհին՝ Արաքսիան, տարիներ առաջ գտել էր պապիկի օրագիրը, որտեղ գրված է եղել նրա և կնոջ՝ Քնարիկ Երանոսյանի առաջին հանդիպման մասին։ Երիտասարդ Շերենցը խաղալիս է եղել Գյումրու թատրոնում, իսկ դահլիճի առաջին շարքում են լինում նրա ապագա կինն ու քույրը։ Շերենցը գրառել է օրագրում, որ առաջին շարքում նստած աղջիկը գրավել է իր ուշադրությունը, հետո հանդիպել են թատրոնից դուրս և սկսվել է նրանց սիրո պատմությունը։ Շերենցի կինը՝ Քնարիկ Երանոսյանը, Հայաստանի արվեստի առաջին կին գործիչն էր։ Ազատ Շերենցը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հատկանշական է նաև այն,
որ նրանից 4 օր անց մահացել է Մհեր Մկրտչյանը, ում հետ երկար ճանապարհ էին անցել, լավագույն ընկերներ էին կյանքում և ֆիլմերում։